Եթե ցավում է ձեր հոդերը, կամ եթե ուզում եք ընդհանրապես չցավի, ապա նախապես պետք է օգտագործեք դոնդող։ Դոնդողը իհարկե կենդանական ծագում ունի, որը գնում եք խանութներից, պետք է ամեն երեկոյան մեկ թեյ գթալը ավելացնել մեկ բաժակ ջրին, թողնել ամբողջ գիշեր, առավոտյան խմել սոված վիճակով, եւ եթե համը ձեր դուրը չի գալիս, ապա մի փոքր ավելացրեք նաև որևիցե հյութ։ Այն չափից ավելի լավ է ազդում ոսկրերի վրա, չի թողնում, որ կալցիումը դուրս գա ոսկրերի միջից, սնունդ ոսկրերի համար, այն բարելավում է ձեր մկանային աշխատանքը, սնունդ մկանների համար, այն չափից ավելի լավ է անդրադառնում նաև սիրտանոթային համակարգի վրա, որտեղ սիրտը ամբողջովին մկաններից է կազմված եւ բարերար է ազդում նաև մեր օրգանիզմի հոդերի վրա եւ չի թողնում առաջանա օստեոպարոզ։ Իհարկե յուրաքանչյուր մարդ, եթե ուզում է, որ մազերը չթափվեն, առողջ մազեր ունենա, առողջ եղունգներ ունենա, ապա անպայման պետք է օգտագործի այս հրաշալի դոնդողը, որովհետև այն նաև սպիտակուցների քանակություն է, աճառների համար շատ լավ սնունդ եւ էներգիա բոլորիդ համար։ Եթե ուզում եք գնալ սպորտ դահլիճ, ապա կարող եք օգտագործել այս մեկ բաժակ թուրմը եւ գնաք սպորտզալ, բավականին էներգիա է հաղորդում, չի թողնում, որ հոգնածություն առաջանա եւ ամենակարևորը օրգանիզմը պահում է առողջ եւ հոդերը ձեր չեն ցավում։ Ուրեմն օգտագործում ենք մեկ թեյ գթալը, մեկ բաժակ գոլ ջրի մեջ երեկոյան, իսկ առավոտյան խմում ենք այդ թուրմը։